ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն։ Ինժել Սամվել Կարապետյանը։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Իմ համար էլ է անսպասելի, չէի սպասում իրոք։ Միջև վերջ ինչ թվում էր, թե Նարեկ Կարապետյանին վերջում կառաջարկվի, բայց չէ, Սամվել Կարապետյան, ինչու ես մտածում եմ, ասում եմ Սամվել Կարապետյան չի կարա լինի, այնտեղ որ ասում են Ռուսաստանի քաղաքացի է կամ այնտեղ չեմ ուրիշ երկրի քաղաքացի է, բայց այստեղ նայում եմ, չէ, ոչ մի Ինչպես է դա լինելու ժողովուրդ ջան։ Պատմեմ։ Ուրեմն մեր սահմանադրությունը ունի 148 հոդված։ Ինչ է ասում 148 հոդվածը։ Նա սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը։ Ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը։ Փոփոխվում է ազգային ժողովով։ Ազգային ժողովի քվեարկությամբ եւ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ինչ ընտրություն է լինելու հունիսի 7-ին։ Հասկացա։ Այսինքն եթե ընտրեցիր արդեն Եթե դու ընտրեցիր արդեն այդ կուսակցությունը, այս ուժը ընտրեցիր, այս ուժն էլ արդեն կգնա ազգային ժողովում կուզենա կընտրի։ Լավ, հələ բեր հիմա մտածենք Սամվել Կարապետյանի պահով։ Փաստորեն ահագին բան փոխվում է, ու ես կասեմ ավելի լավ։ Շատ լավ ես կասեի, շատ լավ տարբերակ է Սամվել Կարապետյանը Նիկոլ, արայս, էս ինչ մի հատ հետաքրքիր բան է թեմա, կենասներ են սկսվում, հետաքրքիր է, փաստորեն ստեղ ոնց որ մտածում ես, որ հարսանիքը կարա վերջանա, բարի գիշերի ժամանակն է, բայց չէ, ինչ որ պարզվում է, որ ստեղ մարդ կա, որի ծնունդն էլա պետքա շարունակվի, պարզ է, լավ, շարունակենք, շատ լավ է, շատ հետաքրքիր է ստացվում սյուժեն, Շատ հետաքրքիր եւ անսպասելի, неожиданно и так приятно, շատ լավ է, ինչ ասեմ, արտակարգ է ես կասեի